Ջրափոսեր, ցեխապատ, անանցանելի ճանապարհներ ու անդադար դժգոհություններ այս ամենն արդեն անցյալում է։ Մադոյան փողոցում 50 տարի անց խնդիրը լուծվեց։ Ճանապարհահատվածը ոչ թե ասֆալտապատվեց, այլ քարապատվեց։ Այդ տարբերակի ընտրությունը պատահական չէր կատարվել։ Խնդիր էր դրված հնարավորինս քիչ ֆինանսական միջոցներով ապահովել բարձր որակ։ Աշխատանքները մեկնարկեցին անցյալ տարվա սեպտեմբեր ամսից ու չնայած եղանակային ոչ բարեհաճ պայմաններին շարունակվեցին մինչ դեկտեմբեր։ Նախատեսված 37 միլիոն դրամից խնայվել է 2 միլիոն դրամ։ Երկրորդական փողոցների բարեկարգումն ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանի նախաձեռնությունն էր։ Արդարացրել է իրեն կոնկրետ այս պահին ամեն օր հսկողության տակ եղե այս ընթացքում դաժծամերվա սեզոնին ժողովուրդի հետ հարցեր ենք տվել, իմացել ենք որտեղ ինչ խնդիրներ կա, ընդհանուր իրավիճակը շատ նորմալ է։ Շատ վատ էր, քանդված, անցուդարձը հնարավոր չէր, բայց հիմա այս կառուցումից հետո հրաշալի աշխատանք են կատարել։ Շատ լավ է, մաքրությունը տեսեք ինչ գեղեցիկ մաքուր է եղել այս կողմերը, բայց շատ հետաքրքիր ու լավ կլներ, երբ շարունակական լիներ, որտեղ դպրոցականներին ես է դպրոցական ունեմ։ Խանգարում է այս քաղաքի ցեղը։ Շատ հաճելի է։ Տարիքով մարդկանց համար, որ հանքից մենք կքել ենք, ցեխու չամրի մեջ չենք ընկնի։ Իմ տիգինս տարիքով կին է։ Լելնի մաքրերգը, ցեխը տունը կլացվեր, սա անցե պրզել է։ Որակյալ է, տեղեր կանոր չկրկավ, այդ մարդն ինչ են։ 4500-ից 4600 մետր երկարությամբ քարապատ ճանապարհահատվածը ձյան ծանրության տակ որևէ փոփոխության չի ենթարկվել։ Սա թույլ է տալիս ենթադրելու, որ քարապատման տարբերակի ընտրությունը որակի եւ ֆինանսական առումներով արդարացված է։ Սմեռվա ընթացքում ես իմ թիմագիստները նաև շինարարները ամբողջ սմեռվա ընթացքում հետևել ենք այդ process-ներին, ձյան ժամանակ, սառույցի ժամանակ, կոնկրետ փողոցը ինչպես է աշխատել, այդ ամբողջ ընթացքը նորմալ էր, արտարացրեց իրան, այսօր նաև շինարարի հետ մենք եկել ենք նայելու, ուսումնասիրելու փողոցը, թե կոնկրետ փողոցի վիճակը ոնց է։ Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը շրջեց Մադոյան փողոցով, մատնանշեց առկա թերություններն ու հրահանգից վերացնել դրանք։ Այժմ ճանապարհաշինարարներն աշխատանքներ են ծավալել Մատնիշյան փողոցում, իրականացվում են փորման ու տարածքի մաքրման աշխատանքներ։ Ի ուրախություն մեզ գյումրեցիների պետք է ասեմ, որ կոնկրետ քարապատման ծրագիրը արդարացրեց իրեն, քանի որ ժամանակին ես ասել էի, որ քարապատումը ինքը լավ ծրագիր է եւ քարապատման արդյունքում մենք կունենանք բարեկարգ փողոցներ եւ նաեւ քանդվելու այն վերանորոգման խնդիրները մենք վերանորոգման խնդիրների առջև չեն կանգնի, փաստորեն փորձը ցույց տվեց, ապացուցեց, սա մեզ համար մեկնարկային էր, փորձնական էր, կոնկրետ քարապատումը ամբողջական քարով փողոցի կառուցելը դա արտարացված է, գոնե այս մեկ տարվա, այս մեկ ծմերվա հետ կապված։ Մատնիշյան փողոցը եւս կքարապատվի, ճանապարհն ընդամենը ամիսներ անց կդառնա անցանելի։ Դիմել եմ հանրապետության նախագահին, որպեսզի այս փողոցները կոնկրետ ես ասել եմ, ելի ասում եմ, մնում եմ այն տարբերակին, որ մեկ փողոց կառուցելով մենք չենք ունենա արդյունք, չենք ունենա այն արդյունքը, ինչը որ մենք ակնկալում ենք, եթե պիտի փողոցները կառուցենք, ուրեմն ամենաճիշտ տարբերակը այն է, որ մենք ամբողջական թաղը վերցնենք։ Արդեն 3-4 օր է սկսել ենք, փորում ենք հիմա, այդ հիմնականում հիմքի այդ պահին ենք հասել, շարունակում ենք իհարկե, այս քանի օրը սկսենք արդեն շիբինի դնելը, նորից տրամբով կեք ու հիմնական նորից նույն աշխատանքները։ Ֆինանսական միջոցների առկայության դեպքում Գյումրու մի շարք երկրորդական փողոցներ եւս կբարեկարգվեն քարապատման եղանակով։ Հեղինե Մանուկյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։